Խաչատուր Սուքիասյան։ Պարոն Սարգսյան, ես մի քիչ ավելի ընդարձակ կուզենամ հարցս ուղղել։ Օրինակ, ինչու դուք չեք նախատեսել, որպեսզի այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ ավելի լավ առաջարկ կարող եմ անել, եթե այդ մարդիկ կգան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կընդունվեն, եկամտահարկը կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան, իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն։ Սա առաջինը նրանք, ովքեր որ խուսափել են բանակից, երկրորդը, գիտեք, որ 90-ականներին շատերը գնացել են կեղծ ձևակերպումներով, կեղծ փաստաթղթերով, տարբեր դիմումներ են գրել, որոնք որ չեն համապատասխանում իրականությանը իրենց անձի։ Դա նույնպես մեզ համար խնդիր է, որպեսզի այդ մարդիկ էլ գան Հայաստան, ինչ-որ մի բան գեներացնեն Հայաստանում, բնակվեն, որ Հայաստանում մեր քաղաքացիները շատանան։ Նկատում դուք ընկել եք գումարի հետևից, ոչ թե խնդրի լուծման, ինձ տենց տպավորություն է ինձ մոտ ստեղծում, խնդրում եմ այդ բացատրությունը տաք, դուք ո՞նց եք դա պատկերացնում, հետո շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, նախ գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում, նրանք ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն, առաջին ծառայությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով մինչև 27 տարին չեն կարողացել ծառայել, ուսման մեջ են եղել կամ առողջական խնդիր ունեցել կամ ընտանեկան պայմաններից ելնելով, թող գան եւ ծառայեն եւ իրենց բացը լրացնեն եւ հավասարվեն իրենց ընկերներին։ Եթե չեն կարող 2 տարի ժամկետով ծառայել, որովհետեւ արդեն ունեն ընտանիք կամ 1 երեխա կամ այլ անհամատեղելի հանգամանք, կարող են վճարել գումար եւ ծառայել կարճ ժամկետով։ Եթե ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, պետք է վճարեն մեծ գումար, 15 միլիոն դրամ, որը 4 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի չափով գումար է։ Այսինքն ինքը 2 անգամ ավելի մեծ գումար է վճարում, քան իր ծառայությամբ պետք է բերեր։ Եթե չունի 15 միլիոն դրամ, առաջարկում ենք այլ տարբերակ, կարող է վճարել ընդամենը 8 միլիոն, մոտ 2 անգամ պակաս, 1 ամիս, բայց պետք է գա ծառայության։ Եթե այդ գումարն էլ չունի, կարող է վճարել 5 միլիոն եւ ծառայել կես տարի ժամկետով։ Այսինքն մենք տարբեր առաջարկներ ենք առաջարկում եւ 15 միլիոն չունեցողը կարող է մյուս կետերից օգտվել։ Ունեք արձագանք, համեցեք։ Նայեք, պարոն Սարգսյան, մենք 90-ականներից շատ բարդ պայմաններ ենք ունեցել, տարբեր պատճառներ են եղել, տարբեր ընտանիքներ են եղել, տարբեր գիտակցություն ա եղել մարդկանց մոտ։ Հիմա եթե մենք ուզում ենք ինչ-որ ձևով այդ խնդիրը կարգավորենք, ելի պետքա գումարի հետևից չընկնենք։ Մեր խնդիրը պետքա լինի, ոնց անենք նախ առաջինը, ամենավատ բանն է, երբ որ ցանկացած քաղաքացի խուսափում է բանակ ծառայելուց։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք ինչ ծանր ժամանակներ են եղել, ծնողներն են միգուցե տարի ավելի ցածր տարիքում են եղել։ Եկեք այդ խնդիրը ոչ թե դնենք զուտ գումարային, այլ դնենք թե ոնց անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին, այսքանն է իմ ասածը, շնորհակալություն։ Տեսեք, ծառայության գրավչության բարձրացման մի շարք առաջարկներ եմ ես արել, այժմ էլ քննարկում ենք, կապված բազմաթիվ խնդիրների հետ, կլինի սնունդ, կլինի համազգեստ, կլինի ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատում, ծառայության պայմանների բարելավում եւ այլն։ Այսինքն համալիր գործողություններ մենք պետք է կատարենք, մի մասը կատարել ենք, մի մասը առաջիկայում պիտի կատարենք, որպեսզի ծառայությունը լինի ավելի գրավիչ։ Տեսեք 25% ժամկետի կրճատումը գրավչությունը բարձրացրել է։ Վստահ եմ մյուս տարի մենք ունենալու ենք ժամկետային զինծառայողների թվի աճ տոկոսային։ Այսինքն ավելի գրավիչ է դառնում։ Լավ համազգեստը, լավ սնունդը, կեցության լավ պայմանները, լոգանքի հնարավորությունը, սրանք բոլոր այն պայմաններն են, որոնք մենք պետք է ստեղծենք, որպեսզի մարդիկ չխուսափեն ծառայությունից։ Բայց պետք է նայենք, որ ունենք նաև հարուստների զավակներ կամ ոչ հարուստների զավակներ քիչ տոկոսով, ովքեր արդեն խուսափել են, արդեն նրանք 27 տարեկան են, մեծ ցանկության դեպքում չեն կարող գան այսօր ծառայեն։ Եթե ասի ուզում եմ կամ ծառայեմ 2 տարի ժամկետով տարեք ծառայության, օրենսդրությունը թույլ չի տալիս, ասում է ոչ, դու պիտի դատապարտվես 2-ից 5 տարի ժամկետով։ Մենք ասում ենք, չենք ուզում, քեզ տալիս ենք այլընտրանք դատապարտվելու։ Շնորհակալ եմ։